մեր մոտ վարույթի գործընթաց է նախաձեռնել։ Անհովակիմյան ներողություն եմ խնդրում մտածելու համար, հարցը շատ պարզ է։ Առնվազն ձևական ֆորմալիստական առումով, թե ընտրատարածքային, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովները որևէ ոչ իրավաչափ, չնայած հիմա իրավաչափություն չեն գնահատում, այլ ասպեկտով են գնահատում արդյունքների մասին։ Որևէ ոչ իրավաչափ գործողություն չեն կատարել։ Հարցը դրանում չէ։ Հարցը շատ պարզ է, ինչու կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որպես վերադաս ընտրական հանձնաժողով, այս երևույթներին արձագանքել է 4 օր անց։ Այն պայմաններում, երբ ահազանգեր եղել են քվեարկության ավարտից անմիջապես հետո գրեթե, սա իմ հարցը։ Հանշատյան, բարձր դատարան։ 2 օր, այսինքն մինչև հունիսի 9-ը, դա ժամկետներ, որ իրենք ընտրության մասնակիցները կարող էին տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնել։ Այսինքն մենք տվյալ դեպքում խնդիրների հավաքագրումը, այսինքն անդրադառնալ տեղամասերի քվեարկության խնդիրներին, մենք ըստ էության պիտի ամսի 9-ից հետո, այսինքն 9-ին, երբ որ ու նաև դա այն ժամանակն է, երբ որ սկսվում է վերահաշվարկների գործընթացը։ Այսինքն զուգահեռ ամբողջ բոլոր 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ընթանում են վերահաշվարկներ։ Վերահաշվարկների ծավալները, քանի որ մեր կողմից եղել էր հանձնարարական, որ ցանկացած կասկածին, այսպես ասած, չփարատված կասկած թույլ չտար, ընտրատարածքների մեծամասնությունը 2 մասով է գործել, այսինքն ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս։ Անհովակիմյանի դեպ ներողություն եմ խնդրում, այլ ընտրատարածքները մենք ըստ էության խնդրին անդրադարձել ենք 11-ին, հունիսի 10-ին, այսինքն խնդրով սկսել ենք զբաղվել հունիսի 10-ին, որտեղ արդեն ակնհայտ էր, որ չունենք, այսինքն մասնակիցների կողմից անվավերի պահանջ չի ներկայացվել, բայց կա հանրային պահանջ, այսինքն այս 3 տեղամասերում 4 եւ ուսումնասիրությունով մեկը դուրս եկավ 4 տեղամասերում տեղի ունեցած խախտումները մեծ հնչեղություն է ստացել եւ մեզ անհրաժեշտ է ուսումնասիրել, խորությամբ ուսումնասիրել, գնահատել եւ թույլ չտար, որպեսզի այդ տեղամասերում, եթե խախտումները իրոք էապես ազդել են, թույլ չտար, որպեսզի այդ խախտումները ընդհանուր ընտրությունների արդյունքները ստվերեն։ Պատասխանը պարզ է, հիմա հաջորդ հարցս հետեւյալն է։ Նշված 2 ընտրական տեղամասերում վերահաշվարկ անցկացվել է։ Մեկում 10-51-ում այո, 10-51-ում այո։ Հիմա 10-51-ի հետ կապված, առավել եւս երբ ասում եք այո, երբ ի սկզբանե պարզ էր, որ ինչպես 4 օր անց է հնարձանագրել քվեարկության իրական պատկերը արդյունքները հնարավոր չի, այսպես ասած, ցույց տալ։ Ի սկզբանե էլ էր դա պարզ, վերահաշվարկ անցկացնելու անհրաժեշտությունը վերահաշվարկը ընտրատարածքը սեփական նախաձեռնությամբ իրականացել։ Հա, բայց կհնտեղյակ էր, չէ՞, ամենից։ Տեսեք, կոնկրետ, այսպես ենք այդ վերահաշվարկների սեփական ձեռնության վերահաշվարկները, որ իրականացել մենք կոնկրետ այդ տեղամասում վերահաշվարկի մասին մեզ արդեն վերահաշվարկը, երբ որ իրականացվել է, ուղղակի զեկուցել են, որ այս տեղամասն էլ է վերահաշվարկ իրականացվել։ Այսինքն նկատի ունեմ այս դեպքում իրենք ենթադրում են, որ ընտրատարածքը նաև այդ կերպ փորձել է ինչ-որ կերպ փորձել խախտումը, այսպես բերել իր տրամաբանության մեջ, որ այ վերահաշվարկ ենք իրականացնել, չի ազդել։ Ես չեմ բացառում, որ այսինքն իրենք մեզ ուղղակի արդեն ամսի 11-ին, երբ որ վերջնական նյութերը պահանջել ենք արդեն, որ նաև որոշումը ընտրատարածքի, որ իրենց գնահատման, այսինքն գնացամատյաններում արկա խախտումների գնահատման որոշումը, այդ ժամանակ արդեն ըստ էության մենք նաև ունեցել ենք տեղեկություն, որ իրենք նաև այդ տեղամասում վերահաշվարկ են իրականացրել։ Շնորհակալություն, մինչ հաջորդ հարցին անցնել, այսպես հրատապ կարգով հարց մոտս առաջացավ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչը երեկ ներկայացրեց, այսպես ասած, իր գնահատմամբ ենթադրյալ անհամապատասխանությունների վերաբերյալ նյութ, չասեմ փաստաթուղթ։ Այս առնչությամբ երեկվանից առ այս պահը կենտրոնական ընտրական հանձնաժողովը թվային համադրում տվյալների քաղվածքներ եւ արձանագրություններ կատարել է եւ ինչպիսին է պատկերն այս պահին։ Բարձր դատարան Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչի կողմից ներկայացված տվյալները ոչ թե արձանագրություն եւ մուտքագրված
տվյալների անհամապատասխանություն, այլ Բարգավաճ Հայաստան կուսակցության մեր հարգելի դիմումատուները առանձնացրել էին այն 4 տեղամասերը, որոնցում անճշտությունների թիվը, այսպես ասած, համեմատաբար բարձր է։ Եվ տվյալ դեպքում ակնհայտ է, որ անճշտությունը ձևավորվում է, ընտրական օրենսգիրքը հստակ համար թվային, այսինքն արձանագրությունում արկա տվյալների հիման վրա եւ այդ արկա տվյալների համադրությունը, երբ որ խնդիր է, ընտրական օրենսգրքի տեսանկյունից խնդիր է տեսնում, ձևավորում է անճշտություն։ Այսինքն արձանագրությունները կան, ավելին այդ 4 տեղամասերն էլ նաև վերահաշվարկ են իրականացվել հենց մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահանջով, որովհետև անճշտությունները բարձր են եղել։ Մենք ըստ էության 4 եւ ավել անճշտություն ունեցող ամբողջ հանրապետությունում 4+ անճշտությունը բոլոր տեղամասերում պահանջել ենք մեր հանձնարարությամբ իրականացնել վերահաշվարկ։ Պարոն Հովակիմյան, կրկին հարցը շատ պարզ է, եթե դա է ձեր պատասխանը, անցնեմ առաջ։ Ուզում եմ հասկանալ, երեք այս մասին, որ բարձրաձայնվեց, Տիկին Հովհաննիսյանը նշեց, որ մեծ ժամանակ, այսինքն ձեզ մեզ չէ, ժամանակ է անհրաժեշտ որոշակի տվյալներ համադրելու համար։ Ուզում եմ հասկանալ, աշխատանք կատարվել է երեկվանից։ Այո։ Եվ ինչպես է, պատկեր փոխվել է, եթե փոխվել է, ինչն է փոխվել, եթե ոչ, բարձրացել ասած է դա էր, պատկեր չի փոխվել։ Խնդրում եմ։ Եկեք այսպես պայմանավորվենք, միջև վերջ դատավորի հարցը լսում ենք, նոր պատասխանում ենք։ Այդ բոլորի շահերից է։ Հավատացիք, պարոն Շատիրյան։ Պարոն Շատիրյան, պատկեր չի փոխվել։ Նկատի ունեմ այն խնդիրը, որ բարձրաձայնում են մեր ձեռքի տակ ուղակի, որպեսզի արագ նայենք, թե հարցող տեղեկությունը ինչ էր, այդ խնդիրը ընդհանրապես այդտեղ էր, բայց դիմող կողմի ինչու էր բարձրաձայնում այդ թվերը, ես դա եմ ձեզ ուղղակի ներկայացնում, որ այդ թվերի մեջ կա այն խնդիրը, որը ստեղծում է անճշտություն, այսինքն այստեղ ոչ թե բարձրաձայնում էր, որ արձանագրությունը սխալ է մուտք արվել, հարցը սխալի մասին չէ, Excel-ով հաշվարկն էր առերևույթ։ Excel-ով հաշվարկը ճիշտ է, Excel-ով հաշվարկը ճիշտ է, այսինքն կա նախնական քվեարկության արդյունքների աղյուսակավորումը եւ կա վերջնական աղյուսակավորումը։ Այս վերջնականը ճիշտ է, ուղղակի այդ աղյուսակավորումից բոլորս էլ կարող ենք տեսնել, որտեղ որ անճշտություն